Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, բարի ուշ երեկո կարելի է այսպես ասել։ Իսկապես չէի կարծում թե կհասցնեմ եթեր անել, բայց կարծես թե շատ ուշ չի, բայց ամեն դեպքում պիտի խնդրեմ, որպեսզի կիսեք, տարածեք եթերը, մեր մյուս ընկերներն էլ վաղը կդիտեն, դրանում ոչ մի խնդիր, զուգահեռ թույլ տվեք խնդրել ձեզ, որպեսզի գրանցվեք իմ YouTube-յան ալիքին։ Ուրեմն որքան էլ որ ուշ լինի ու որքան էլ որ ժամը հարմար չի, ամեն դեպքում սա եթեր է, թող մնա, բոլորը չի որ ուղիղ եթերով են դիտում, այսպես թե այնպես։ Ուրեմն պիտի անդրադառնամ բնականաբար օրվա այն թոփ թեմային, հա, այսպես ասենք, ու մի քիչ փորձենք տրամաբանել, էլի, չնայած որ հաղորդման շրջանակներում փորձել եմ փնտրել ու գտնել տրամաբանությունը, բայց չի ստացվել։ Ուրեմն տեսեք, որոշ եկեղեցականներ արշավ են սկսել Տեր Արամի դեմ, անվանելով նրան Հուդա։ Եվ այդ արշավը այնպիսին է, որ դու տեսնում ես, որ մի կետից է կառավարվում, հա, նկարա մի հատ գցած, ասել են էսի տարածում ենք, բոլորը տարածել են։ Մի հատ խոսույթ է գցած, անգամ տեքստը վերևի գրառումը չեն փոխել, վերցրել ու իրենք տարածել են, ոչ թե մեկը մեկից կիսելով, ամեն մեկը իր մասով։ Ու համեմատում են Հուդայի հետ։ Ես որքան որ տեղյակ եմ Աստվածաշնչից, Հուդան մատնել էր Քրիստոսին։ Եթե հիմա Տեր Արամը Հուդան է, դուք ձեզ դրել եք Քրիստոսի տեղը։ Ինչ որտեղ կարամ ասում, լավ, մի րոպե տեսնենք հələ որքանով են Քրիստոս սրանք։ Դրանք անդրադառնանք դեռ, բայց մյուս կողմից Հուդան այո, վատ բան էր արել, մատնել էր։ Իսկ հիմա, եթե Տեր Արամը ձեզ մատնել է, կարող ենք իմանալ ինչումն է մատնել, իր մատնությունը ինչումն է կայանում, որ խոսել է ձեր պղծությունների մասին, այսինքն մարդը դուրս է եկել բաներ է պատմել, դա թող գնան իրավապահները պարզեն, որքանով է ճիշտ, որքանով սխալ, չնայած մենք շատ բաները գիտենք, բայց այնուամենայնիվ, այսինքն Տեր Արամը ինչ-որ նորություն չի պատմել, բայց լինելով ներսում, այստեղ խնդիրը կոնկրետ նրան պարտադրել բանին տանելն էր, հա, դուք ասեք, հանրահավաքներին, ոչ միայն նրան, բոլորին, որը որ օրենքով չի կարելի։ Հիմա, եթե մարդը դուրս է եկել ու ասել է, որ դուք բռնություն եք կիրառել իր ազատ ընտրության իրավունքի վերաբերյալ, իր հանրահավաքներին մասնակցել չմասնակցելու վերաբերյալ, եթե դուրս է եկել ու ասել է, թե դուք ինչ հարցեր եք ներսովի լուծում, սրա մատնությունը ո՞րն է, եթե, գիտեք ամենացիծաղելին որտեղ է, ձեր ուղեղը այնքան պուչուր է, որ այս հասարակ բաները չեք ֆայմում, նայեք, չէ, Արամ Ակաթիղիկոսի մասին դեռ մի կողմ Եղիշե ջան, տես, այնքան ապուշ եք, չգիտեմ, խորքային անասուններ լավ ձևակերպում է, բայց ես այդ բառով ձեզ չեմ դիմի, դուք եք դիմում ձեր էլեկտորատին, նայեք, դուք ապուշ եք, ապուշ նշանակում է անուշադիր, եթե դուք ասում եք, որ մատնեց, այսինքն ինչն են մատնում, մի բան, որը կա, ճիշտ է, որը կա, գուցե թաքուն է պահվում, գուցե պետք չէր դրա մասին խոսել, հարցը դա չի, բայց եթե մատնել է, ուրեմն այն ինչը որ կա, դա է ասել, չէ՞։ Այլապես մատնիչ չեք ասի, չգիտեմ, ստախոս ինչ ասես կարող եք ասել, բայց մատնիչ չէ, շար, բան, ինչ ասես, բայց մատնիչ չեք ասի։ Երբ որ դուք ասում եք մատնիչ, նշանակում է ինքը, դրանով դուք ասում եք, որ ինքը եղելությունն է ասել, որը պետք չէր ասել։ Ճիշտ է։ Իսկ այդ եղելությունը սարսափելի է։ Սարսափելի է, եթե դա վերաբերում է եկեղեցականին։ Առավել ևս դուք առհասարակ այսօր Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու զավթիչ հանդիսացողները քաղաքական հայտեր եք ներկայացնում, ինչի իրավունքը չունեք, ցանկացած մեկը ունի, դուք չունեք։ Հիմա դուք դուրս եկել, մարդուն վարկաբեկում եք ու մատնիչ եք նրան անվանում, Հուդա եք անվանում, գիտեք, հիմա գանք են առաջին մասին, որ եթե մատնել է Հուդան Քրիստոսին է մատնել ու եթե դուք դրել եք ձեզ Քրիստոսի տեղը, հիմա ձեզ հուշում,
Առհասարակ Քրիստոսը լինելով Աստծո որդին նա կարող էր այնպես անել, որ չխաչվեր։ Ես երբ որ փոքր եմ եղել, այդ հարցը ինձ մոտ եղել է, դե երեխա եմ եղել։ Ուզում եմ բայց հրաշագործ մարդը չէր կարել հենց անել իրան չխաչեին կամ այդ տառապանքները այլ կերպ գրեր։ Կլիներ, չէ՞։ Բայց այդ պարագայում ինքը կդադարեր Աստված լինել։ Հասկանում եք, որովհետև նա իր խաչը պիտի կրեր ու գնար խաչելության։ Եթե ինքը հանկարծ ու դրա համար աղոթում է իր հորը, աղոթում ասում է ինձ ուշ տուր, որտեղ պիտի գնամ ես դրան։ Չի ասում ինձ ազատի չգնամ դրան։ Դες բան չի ասում։ Ասում է ինձ ուշ տուր, ինձ հետ եղիր, որտեղ ես գնում եմ դրան։ Անցնում եմ այդ լևելի միջով, հասկանում ես, այդտեղ ուժ է պետք, հավատը խորքային։ Ու գնաց, անտրտնուչ, անգամ երբ որ ձերբակալում են նրան, ու իր առաքյալները, մտերիմները պատրաստ են լինում մարտնչել, դիմադրել ու փախցնել Քրիստոսին, Քրիստոսը հրահանգում է, որ հեռու խաղացեք տղեկ։ Նրանք իրենց գործն են անում։ Ու գնում է։ Անգամ իրեն տանողների ու իրեն խաչողների համար հետո ներողություն է հայցում Աստծուց, առանց մեջը կեմպայելու, առանց հեգնանքի։ Դուք հիմա ձեզ համեմատում եք մի կողմից Քրիստոսի հետ, որովհետև դուք Տեր Արամին ասում եք բան, Հուդա, հա? Մյուս կողմից երբ որ ձեզ ձերբակալում են հանցագործության համար, դուք ամեն ինչ անում եք, որպեսզի հանրությունը դուրս գա ձեր ապօրինությունը պաշտպանելու, դուրս գա դիմադրելու։ Դուք չեք զգում մի տեսակ, որ լինելով եկեղեցականներ, դուք այնքան էլ մեղմասած, այնքան էլ չեք ընկալել Աստվածաշունչը։ Ես չլինելով եկեղեցական, բազմիցս ասել եմ անգամ դժգունի հավատացյալ չլինելով, այս ամեն ինչը ընկալել եմ։ Դուք ոչ չեք ընկալել սա։ Եվ ինչու որպես մարդ, ովքեր պիտի մի ամբողջ հոտ կառավար, հələ կներեք, էլի, մենք այդ փոխաբերական իմաստով ենք խոսում։ Փաստորեն, ես կամ մարդիկ ընդունեն, որ օքեյ, իրենք ինչ որ պարագայում կարող են լինել գառները, ոչխարների հոտը, բայց դուք ձեր չոբան կարգավիճակը, հովիվ կարգավիճակը ապականեք, հա? Այսինքն ինչ որ մի պահի գառները սկսեն ավելին հասկանալ ու ըմբռնել, քան հովիվը։ Չեք զգում, որ այդ պարագայում դուք դադարում եք հովիվ լինելուց։ Եվ դուք այս պարագայում դա բարձրագույն կոչում է լինում, այս համեմատականի մեջ, չէ՞։ Դուք երկրորդ քայլ չեք մտածում, դուրս եք եկել մարդուն Հուդա, հա Հուդա, Հուդա, հա Հուդա։ Նստած մտածում եմ, ասում եմ, լավ, թող լինի Տեր Արամը Հուդան։ Բայց Հուդային որպես մատնի չա, բնութագրում Աստվածաշունչը։ Ինձ դες չեմ հորինում, ոչ էլ դա իմ կարծիքն է, Աստվածաշունչը։ Այսինքն ինքը մատնել է եղած բան է, ինչ որ կա։ Փաստորեն Տեր Արամը ասել է այն ինչ որ կա, լավ արել, թեվա դա հարցի մյուս կողմն է։ Ես տեսնում եմ, թե ինչ տեսակ հարցակում եք դուք ձեռնարկել, սատանայական են, գժժված են, չգիտեմ, դիվահարվածների նման, ու ես հասկանում եմ այդ տղեն, ինչի պիտի այդքան վախվորած դուրս գար խոսալ, ու ինչեր պիտի հաղթահարեր իր ներսում, որ դուրս գար վերջը խոսելու, ինչ վախեր պիտի հաղթահարեր։ Այս ինչ հարա ձեր ներսում։ Այս ինչ է ձեր ներսում։ Այն փրկիչները կողքից որ կան եկեղեցի են փրկում։ Դուք էս եք փրկում փաստորեն։ Հանցագործությունն եք փորձում կոծկեք։ Ես կարող եմ հիմա դա ասել, որովհետև դա եկեղեցականները բնութագրել են, որ կա։ Որովհետև Տեր Արամին կարգել են Հուդա։ Մատնիչ։ Չէ՞։ Այսքան կան այդ հանցագործությունները։ Իրանք դրանով հենց այդ են ասել։ Այս խելքով դուք եկեղեցի, այս խելքով դուք պետություն եք կառավարել ձեր արևին,
ու դեռ անուն եք դնում հիմա։ Այսքան է եղել ձեր երկրորդ քայլը մտածելու ընդունակությունը առհասարակ։ Ցնդաբանությունը զզվելի է սա։ Սա գիտակցելը խորքային ձևով, խորապես գիտակցելը հավատացեք աշխարհի ամենազզվելի զբաղմունքն է դառնում։ Աշխարհի ամենազզվելի մտորումն է դառնում։ Ու հիմա դուք դուրս եք եկել, սա եք փորձում փրկել։ Այս կեղտը վերցրեք, փրկեք։ Վերցրեք տարեք ձեր տուն։ Տարեք պարեք։ Տարեք, մենք մարդ ենք մանգարից, ով կկպնի հանելու համար։ Որտե զզվելի է դա արդեն։ Փաստորեն Տեր Արամը ինչ ասել է, ըստ ձեզ, տեսեք ես մարդ եմ կարամ հավատամ կարամ չէ, բայց դուք վկայում եք նրան մատնիչ համարելով, վկայում եք, որ նա ճիշտ է ասում։ Ու կա այդ ամեն ինչը։ Ու հիմա ես խորհուրդ կտամ ժողովուրդ ջան, նստեք մի հատ էլ նայեք օրեր առաջ Տեր Արամի տված հարցազրույցը։ Մի հատ էլ նայեք արդեն ոչ թե որպես նորություն, այլ որպես լինելիք։ Այն ինչը որ կա։ Որովհետև սա արդեն միակողմանի խոսություն չի, սա արդեն երկկողմանի է, որովհետև հակառակ կողմը ապացուցելու հիմնավորել է, որ դա այդպես է։ Դուք ինքնուրույն պիտի հելեք ռադներդ, դուք չպիտի հեռանաք, դուք պիտի ռադներդ քաշեք, դուք իրավունք չունեք եկեղեցու պատել, ոչ մի բանին կպնելու, ոչ մի, դուք պիղծեք, և ես ձեզ վիրավորելու համար չեմ ասում սա, սա դուք եք հաստատել, այսօր, երեկ գիշերվանից, սա օրը, ամբողջ օրը նստած հաստատել եք, հուդա ասելով, հաստատել եք, որ նա մատնել է ձեր մութ ու կեղտոտ գործերը, դուք եք ասել, սա մեկ, ես չգիտեմ, Տեր Արամին թողնենք, Արամ ակաթողիկոսին գնանք, ես չգիտեմ ինչ է ուղարկել, ինչ բանա գնաց է ուղարկել, ինչն է օրհնում, ում է օրհնում, ում չի օրհնում, դա իր այնպես չի, որ Տեր Արամի տակը կեղտոտ չի, ու մենք այնպես չի չգիտենք դա, այնպես չի, որ Արամ ակաթողիկոսի ու կտրիչի միջև մրցակցություններ չկային, հող կիսոցիներ ու փող կիսոցիներ չկային, ու այնպես չի, թե Անտիլիասում ամեն ինչ նորմալ է եղել, ես ունեմ տեսանյութեր 44-օրյայից անմիջապես հետո նոյեմբերի 9-ից սկսած երբ որ այստեղ դարդ ու ցավն էին մարդկանց փորձում շահարկել, իր բաները սրբազան հայրերը Հունաստանի եկեղեցիներում ինչ տեսակ պատարակ էին մատուցում ու նա տեղյակ էր դրա մասին։ Ես չգիտեմ դա ինչ է կատարում, բայց այնուամենայնիվ կարծում եմ, քանի որ ինքը Հայաստանում չգործող կառույցն ու ամեն դեպքում ինքնամաքրվեն իրանք իրանց ձևով, անցնցում, այս օրը չընկեն, սա խայտառակություն է։ Անցնենք առաջ։ Աշոտ Մինասյանին են կալանավորել, Աշոտ Երկաթին, Սիսյանի, Սիսական ջոկատի։ Ասեմ, որ ուրախ եմ, կխափեմ, որովհետև ինձ համար նույնքան տհաճ է խոսել են մարդկանց մասին, ովքեր որ ինչ-որ պահի հերոսական անցյալ են ունեցել, բայց հետո իրենց անունը օգտագործել են շատ այլ ապօրինի անօրինական գործունեությունների մեջ, հետո քաղաքականացվել են սխալ կողմնորոշումներով, և տհաճ է ինձ դա տեսնելը, բայց պիտի ասեմ։ Ուրեմն Աշոտ Մինասյանի մասին ես չեմ ուզում հիմա սպան ես անեմ, բայց նրա մասին խոսք չկար, մինչև գիտեք երբ։
Մինչև որ առաջին անգամ մեծ թափորով կամ մեծ ժողովրդով, քանակով հրապարակից քայլեցինք Եռաբլուր։ Ու դրանից առաջ հիշում եք երևի սպառնալիքները, թե ինչ է սպասվում Եռաբլուր եկողներին, ու ես դրանից առաջ ովքեր որ վաղուց են ինձ հետևում, եթե չեն հիշի ամեն դեպքում YouTube-ում կան այդ եթերները պահպանվում են, անգամ ֆոտոներն էլ եւ այլն։ Մեկը ես երբեք Աշոտ Մինասյանի անունը դեռ չէի տվել, որտեղ այնքան շատ էին այդ ժամանակ չէի էլ հասել դրան։ Ու այդ օրը երեկոյան ուշ եթեր արեցի, ասեցի առավոտը ես իմ տղայի հետ եմ գնալ, այդ ժամանակ տղես էլ ինչքան էր, 8 տարեկան էր երևի։ Ասես տղայիս հետ եմ գնալու Եռաբլուր։ Ու փորձի մեկը դեմս փակի կամ մի երեխի դեմը փակի։ Տղիս վերցի միասին գնացինք։ Գնացինք, ուրեմն այնտեղ որ կարողացել ենք ինչ որ կերպ տղեր կռված տղեր, ովքեր եղել են հիմնականում այն գաղափարին, որ չի կարելի թույլ տալ բան, հեղաշրջում, եղել է Կորնիձորի Արոն իր տղերքով, Ռոմիկը Մխիթարյան իր տղերքով, սենց։ Ուրեմն այսինքն հույբույ է գնում, սխմում են այս կողմից էլ իրանք են ոգևորված հայհոյանքներով, տղես ուսել ինչ սա։ Տղիս ձեռքի ծաղիկները կոտրվում են, ու տղես սկսում է լացել։ Համ այդ մթնոլորտից, համ ծաղիկների կոտրվելուց տղես ընկնում է բանի մեջ։ Իհարկե մենք հասանք, ուր որ պիտի հասնենք, շիրիմներին այցելեցինք, հետո նաև սպարապետի շիրիմին։ Այդ ժամանակ այդ պահին Ռոմիկը Մխիթարյան ինձ ասեց գնել Ալեքի հետ դուրս արի այնտեղ, ասի չէ, տվեցի տղերքի մոտ, ու ես գիտեի խի, չէ, մի խոսքով այդ արդեն դնենք մի կողմ։ Ուրեմն ու փորձում ենք առաջանալ։ Ու այնտեղ տենում եմ Աշոտին Մինասյան։ Ես այդ նյարդերից, որովհետև ասեք, որ ցանկացած հոր մոտ ինձ զգացումները առաջանում, երբ որ երեխան լացում է ավանակաբարով որոշների գործողություններից։ Աշոտին Մինասյան տեսնում եմ ու մոտս հիշողությունը սարթնանում է։ Հետ եմ գալիս, դա որ ամիսն էր, չեմ հիշում, այդ 20 թիվն էր էլի։ Հետ եմ գալիս ու եթեր եմ արել, հիշացրել եմ, թե Աշոտ Նովա Մինասյան։ Ուրեմն հիմա մի հատ էլ ասեմ, Աշոտը Մինասյան, ինչ որ ես պատմել եմ այդ ժամանակ ու հիմա կվերհիշեմ պատմելու, սենց ռեալ բանով եմ պատմում։ Ժողովուրդ այն պադոնները, որ դրվում է պահեսներում, որ վրան բան է բացում, պադոնի լայնություն քառակուսի բան է, մետրը թե 1.20 m, ճիշտ է։ Այդ էս պադոնները շարած այս կողմը, մենք ենք կանգնած այն կողմը Աշոտը Մինասյան, Յայլոյանի հետ կռիվ է տալիս, Ֆիզուլիում, Չաստում, Չաստում չէ, պալատկեքն են արդեն Էսյանի վրա, մենք Հադրութից եկել ենք այդտեղ, որ այդտեղից պիտի բարձրանանք դիրքեր։ Ու սպասում ենք, դեր բոյ պրիպաս բան պիտի լծվի ավտոն։ Մենք էլ այդ երկխոսությունը, ուրեմն Վահանը Յայլոյան, Հադրութի Կամանձիր Պալկաներ, հա, դեկտեմբերի 21, Սևակ ջան, մերսի։ Կամանձիր Պալկաներ, դրանից 2-3 օր հետո, 4 օր հետո մաքսիմում իմացանք, որ հանել են Հադրութի Պալկանչի էր, Կամանձիր Պալկանչի զորամասիկ տարել են Գորիս։ Ուրեմն խոսակցությունն եմ լսում։ Այս Յայլոյանը Աշոտին ասում է, ախպեր, բայց ոնց կարաք թողնեք իշնեք դիրքերը։ Այս Աշոտը ասում է, ոչ եմ, ես իմ տղերքով պիտի իշնեմ, ինչ ուզում եք արեք, ախպեր, մարդ բերեք տեղը, մենք իջնում ենք։ Ասում է, չենք կարա հիմա մարդ բերենք, ուր եք իջնում, ոնց եք թողնում իշնեք։ Ուր եք գնում։ Մենք գնում ենք մի հատ Ստեփանակերտ, իջնենք լողանանք, գանք։ Ժողովուրդ, որպեսզի ձեզ պարզ լինի, ոչ մեկի տունը կռանթից ջուր չի եկել, փակ են եղել ջրերը, դրանք անվտանգության բաներ են։ Ինչ լողանալու մասին է խոսքը ընդ ռմբակոծում։ Գնում ենք, պիտի գնանք Ստեփանակերտ, մի հատ էլ լողանանք։ Սենց, երկու ոտը դրել է մի կոշիկ, Յայլոյանը չթողեց։
Բայց հետո ոնց հասկացանք ինքը գնացել էր։ Հիմա այսօր բանը 2 տարի կարծեմ բան եմ կարդացել, կալանք եմ կարդացել։ 5 տարի անց զենք ապօրինի զենք տեղափոխելու, չգիտեմ, պայելու եւ այլն այս հոդվածով։ Հիմա ես չեմ ուզում ոչ մի բան այլևս ասեմ, ես հոգնել եմ ասելուց։ Դուք ասեք, մարտի դաշտից զենք գողացողը ով է։ Զենք բերողն ով է։ Ու մենակ մի բան կասեմ, լավ լողացա կապեր։ Նես լավ լողացել եք։ Եկել եք դեմներս եք փակում։ Հարցեր կա, այստեղ է տովում դեմը պիտի փակեր։ Մարինե ջան, մարդիկ այնքան բաներ են խոսել, դրանցից ոչ ոք դեմս չի եկել խոսալու։ Մարինեն ասում է, բա մարդ կա, ասում էր գնել է կյանքում զենք չի վերցրել, ես ասեցի սխալվում ես, թեման փակեք։ Այդ ասողները կյանքում նեմորի փրականատեսներ կան, դրանք էլ են մուտիլովշիկներ։ Կյանքում իմ դեմը չեն եկել բան խոսալ ու չեն էլ գալու, չէ, որովհետև չեն կարա գան, գանիչ խոսան։ Իրանք կարան պատերի ծակերի մեջ խոսան, բան, սրան նրան սես բան անել է, բա գիտես, բան, սես բաներ են, ոնց կարան իմ մոտ գան տես բան խոսան։ Ոնց կարան։ Մենակ չենք եղելու։ Վերջը, այդ թողնենք, այդ զենք վերցնել չվերցնել արդեն դարձել է բան թեմա։ Իսկապես վերածվել է անպետք թեմայի, այնքան շահագործեցին։ Այդ ապրումները մեկ ես գիտեմ, մեկ իմ ընտանիքը։ Մի խոսքով, հիմա ասեք տենանք այդ զենք, որ գործը բերել էր պատերազմի դաշտից, են էլ չեղածներից։ Ինչի համար էր բերել, ով է պատերազմից զենք գողանում։ Հսոր դատվում է, մեկը, ով դուրս էր եկել եռաբլուրում մեր դեմը փագելու։ Լրագրողներն էլ հայ հարայենգած էսկոմ ենկոմ էին վազվզում։ Սա էլ թողնենք։ Ու չնայած, որ այս վերջի երրորդ թեման, որից ցանկանում եմ խոսենք, տրամաբանական ուղղությամբ էլի խոսքը, ես չեմ ուզում գնահատականներ տալ, ես ուզում եմ տրամաբանենք միասին, ինքստինքյան գնահատականը կառաջանա։ Վերջի թեման էլ, գիտեք ինչն է, որ Իոաննիսյանին ասում են գործ տվող։ Ես Իոաննիսյանին կյանքիս մեջ երևի մի անգամ, երկու անգամ պատահական դուրսը տեսած լինեմ կամ չլինեմ։ Անկեղծ եմ ասում, որևիցե շփում չեմ ունեցել Իոաննիսյանի հետ։ Անգամ մի անգամ իր այդ բանը, փաստերի ստուգման հարթակը սուտ բաներ իմ մասին էր տարածել ու ես խիստ բարկացել է։ Այսինքն այնպես ինչ-որ բան չունեմ, էլի, բայց մի հատ կարանք հասկանանք հասարակական կազմակերպության ղեկավարի Արման Թաթոյան եւ մնացածները քաղաքական պատկերացումներով առաջ վազողները, որ ասում եք գործ տվող, դուք ով եք, գողական եք, հա, գողական եք, ասենք, հիմի որ կուսակցություն ես բացել, հետի կուսակցությունն է, թե ինչ-որ բան է, տենց ճշտի օֆիս է, բան է, ինչ է քո կուսակցությունը, թուղթ ու գրիչ, պեչատ, ձեռդ վերցրած չկաս, դու հետում ես տեսել տենց գողական պանյակներով, ինչ անշակում գործ տվող, ես ճարտահայտությունը արա, ես ինչ արտահայտություն է քո կողմից, դու մի պես աշխատել, տես, դու մի պես աշխատել, մարդու իրավունքների պաշտպան, հիմա սենց մի հատ հարց, երբ որ քաղաքացին եկել է, դիմել է քեզ, որ իր իրավունքները ոտնահարվում են,
ինչ որ ձևով։ Դու ինչ նստել նայել ես, մտածել ես, այս մարդու հարցը ոնց լուծես, թե նստել նայել ես դեմքին, ասել ես արա, էսի գործ տվող է։ Հա? Տենց եք մտածել։ Կամ Կտրիշ Ներսիսյանն է քերոբ, վրեն բանա գրե։ Հա? Ես ինչ եք խոսում, արա հանրային տիրույթում գործ տվող։ Հիմա նայեք ես ինչ եմ ասում։ Ես ինքս հանդիսանում եմ հասարակական կազմակերպության ղեկավար։ Մեր հասարակական կազմակերպությունը մենք գտնում, բարձրաձայնում, այս կողմ են կողմ գրում, բաներ են ուղարկում, կամ չենք ուղարկում, չգիտեմ, ամենայն դեպս մեր գործունեությունը հասարակական գործունեություն է։ Քո մնայնիով, ուղիղ բան եմ պատմում հիմա։ Իմ շատ լավ ընկերներից մեկը մեր հասարակական կազմակերպության անդամ Արամը, Արամի ջանքերով ավելի շատ, եւ ինչու ոչ, միասին մտածել ենք, ինքն էլ արդեն բան արեց։ Ունենք ինֆորմացիա, որ զինկոմիսարիատներից մեկում մեզ գումարներ են վերցնում մարդկանց զորավարժությունների չտանելու համար, շատ կարևոր ժամանակահատվածում։ Ու կարողացել ենք այդ մարդկանց զինկոմիսարիատից հավաքել տան։ Առհասարակ, եկեմ մտել են, սիրուն 5-6 հոգու հավքին տարան, երևի այդ լուրերը կարդացել եք էլ։ Այդ ժամանակ ես չեմ ասել, որ դա մեր ՀԿ-ի գործունեության արդյունքում է, որ կաշառակերներ են զինկոմիսարիատից ձերբակալում։ Հիմի ես կարծում եմ, որ ես ճիշտ բան եմ արել, իմ հասարակական կազմակերպության գործունեությունն առաջ գնացել ու իմ պետությանը դրանով մի մազի օգուտ եմ տվել։ Քո պատկերացումով ես գործ տվող եմ հիմա։ Չեմ ուզում սպառնալիքներ հնչեցնել, չեմ ուզում հայհոյանքներով բնութագրել քո խոսույթը, բայց դու իմացի, որ ինձ համար դու այն աշխարհի ամենավերջին անբարոյական մարդն ես, ով որ կարա վերցնի մի ամբողջ կառույց մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ու մարդկանց համարի գործ տվող։ Դու աշխարհի ամենաանբարոյական մարդ գործիչ, չգիտեմ, գործիչ ես, գործիք ես, չգիտեմ։ Պարզապես քանի որ գիտեմ, վազելով եք գնալու դատարան։ Բա տեսեք, պատիվ արժանապատվություն, ազբան։ Բառացի չեմ ասում, բայց այստեղ երևի բոլորը հասկացան, թե ես հենց հիմա ինչեր եմ ասում։ Ինչեր այստեղ ֆռում ու այդ սաղ վերաբերվում է քեզ։ Մնում է դուրս գա ներքին գործերի նախարարը, ասի գործ տվող եք արա գալիս գտեն մեկ նստած ենք էլի մեր համար։ Այս ինչեր եք խոսում արա դուք։ Ու մնացածներն էլ շարունակում են այս թեզը։ Յանի իրանք մի հատ եսի ովքեր են։ Սա պետություն է, թե ինչ արա, պիտի դառնա պետություն, թե ինչ արա, կուպրիկ եք սարկում։ Ուզում ես կուպրիկում ապրես։ Են դու են կուպրիկը։ Մի շություն արավ է, շություն ստացվում է քո մոտ անել, գնան ես լրվի կողքները քո համար, քո գողականը գազտուր տենց փորձի զոնն է, ես շատ գիտեմ, սես բաներ արա։ Հիմարներն է, գանք այդ հասարակական կազմակերպությունները, եսիմ ինչ ենք անելու, ինչ չեն, սես բաներ է խոսում։ Մարդու իրավունքների պաշտպան է եղել, արա, հավայի մեկը չէ, բանը չէ, բուլկին չի, բանը, են պոնչոտով են, անունն ինչ էր, նարեկը չէ Կարապետյան, ասես լավ ես, բերեք կծել են ես ամեն ինչի մեջ, չի հասկանում ինչա խոսում։ Ընդ որում միակ միպն է, ժողովուրդ ջան, ով իրա սռոկը ծերից ծեր աշխատել է։ Հələ փոխնախարարել է եղել Սերժի ժամանակ։
գլուխներին նայ արա։ Ինչ ուզում խոսում են արա։ Ինչ ուզում խոսում են։ Ուսմա գործ տվող է։ Փաստորեն գործ կար էլի, հա։ Եկեղեցում ոնց որ գործ կար всё-таки Թաթոյան։ Այդ գործերն էր հելել պաշտպանելու, երբ որ միպ էր դրա համար էին սրանք ժողովրդին էլ ոնց ասես քֆրտում, էլ ժեխեր, էլ թուրքեր, էլ թրքաբջեր, սրան նրան պախարակում հանրային ձևով, ժողովրդին հելում գալիս եկեք չէ վրենգակ, ով չգա ով հայա թողա, ով չգա թուրքա, ասես բաներ էին խոսում, մի հատ ոչ գվոցը էր դուրս գալիս, ոչ բվոցը, դրա համար արա։ Բաթ լախներին նայել։ Кстати, генерал Джан, что там происходит по поводу Карапетянов? Что происходит? Ничего личного. Մարդիկ օրենք են խախտել, բան են խախտել, պիտի գնան պատասխանատվություն կրեն։ Օրինակ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, իմ պետությունով ապրում եմ։ Մեկը եկել ասում է, չէ, պետությունով չեք ապրելու, մեր ձևով եք ապրելու սա, հետո որտեղ մենք հեսա մեր ձևով հարց ենք լուծում, դրանով սպառնալիք է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ։ Եվ պետության բնականաբար։ Հիմա էլ տենց գնացել խելոք նստել են, սպասում են դատավճիռներին, մի քանի հոգել դուրս են եկել, մի մասը փողով, մի մասը ատելությունից ելնելով, այդ իրանց գործն է, իհարկե փողովները իրանց գործը չի, փողովը նույնպես օրենքի դաշտից է, որ եթե հանկարծ հայտնաբերվեն փող բաժանողներն ու վերցնողները, այդտեղ լավ բան տեղի չունենա, մի հատ էլ այդտեղ կհավաքեն միտինգ, գալեն այդքան բան, թե չէ ուրիշ ոչ մի բան առանձնապես տեղի չի ունենում։ Տերտերներից էլ, ովքեր հանցագործ են ու չեն ենթարկում Հայաստանի Հանրապետության օրենքներին, վերջացավ, հերթով գնում են։ Հերթով գնում են։ Որովհետև տերտերը Հայաստանի Հանրապետության օրենքներից եւ պետությունից բարձր չի։ Ինքը իր եկեղեցական գործունեությունը ազատորեն կարա ծավալի, ըստ ներքին օրենքների, ըստ կանոնադրությունների եւ ըստ սահմանադրության։ Բայց չի կարա, քանի որ տերտերը օրինակ, հա, քանի որ տերտերը գնա մեկին բռնի բռնաբարի։ Հետո բռնաբարվողը գնա ասի ինձ բռնաբարելն ասում դե չէ, դե մենք եկեղեցու դեմ դուրս չենք գալու ախպեր։ Կարաս այս բան լինի, չի կարա լինի, չէ։ Հիմա այդ մարդիկ բան են, նո նախնական բանով եկեք կանոնական կանխաբարկած չխախտենք, բայց ինչը չխախտենք։ Ինչը չխախտենք, այսինքն հարցը խախտել չխախտելն է չի։ Եկեղեցու ներկայացուցիչները իրանց բերանով արդեն խոստովանել են, որ Տեր Արամը ինչ ասել է, ճիշտ է ասել։ Որովհետև իրանք իրանց բերանով ասել են, որ Տեր Արամը մատնել է իրանց։ Այն մյուսներն են աջակիցներն են, որ դուրս էին եկել պաշտպանելու, ասում էին գործ ա տվել Իվանիսյանը։ Այսինքն ես ցես գիտեմ, որ եղած բանն են մատնում, չեղած բանը խոսել է, դե բամբասանք է, մատնություն չի։ Մատնությունը երբ որ միտեղ մի բան կա, թաքունա չպիտի ասես ու ասում ես։ Հիմա այս մարդիկ ասում են մատնիչ, հա։ Okay, մատնիչա, Պաստորեն դուք եք կեղտի մեջ կորացեք։ Պաստորեն այ հենց ուդան դուք եք, որովհետև դուք մատնել եք պրյամո Աստծուն, Աստծու հետ ուխտը ձեր։ Այ մատնիչս դուք եք։ Մի խոսքով էսպես, ու որովից է սրիկա, եթե կորոշի, որ հասարակական կազմակերպության գործունեությունը նման իրավիճակներում գործ տալը նշանակում, թող գալը մի հատ տենամ ինքը վաբշե իրա քաշով մեկ ով է, ու առհասարակ իրա կյանքում ինչ-որ միտեղ մի թղթի վրա ստորագրած կա, թե չկա, ու տես խոսանք էլի մի հատ բան անենք, ապե, հա,
Ուտանց գնանք առաջ ապել։ Իմ հետաքրքրություն, իմ միակ ամենամեծ հետաքրքրությունը դա իմ պետությունն է։ Ու ցանկացած գործունեություն պատրաստ եմ զբաղվեմ իմ պետության համար, որպես քաղաքացի։ Այսքան բան։ Եթե որևէ մեկին դուր չի գալիս, ուլտը ձեր ձեռը կնոպկեն ձեր ձեռը։ Իրանք որ թակուն բաներ էին գնում, ստորագրում, Ղարաբաղ էին հանձնում, Միջանցք էին հանձնում, էքսկլավներ էին հանձնում, Հայաստանում երկրորդ պետական լեզու օտար մի հատ ռուսերեն էին բերում, ճխտեին, իրանք որ զինվորի մայկատտար ռուսիկու հաց էին գողանում ծամում, իրանք որ պաստավկա էին անում զինվորին, իրանք որ առողջապահության ոլորտի հերն են էին անիցել, մարդը կարար մեռներ, բայց այտենց էլ իրան առաջի գոնե օգնություն չցուցաբերեին, իրանք որ մանկապարտեզներ ու երեխեքի փայտ ճաշից էին գողանում տանում, սրանք լավերն են ախպեր, սրանք լավերն են ախպեր, իսկ նրանք ովքեր ասում են այսին պիտի չլինի, գործտվողներն են ապեր։ Այ մենք գնացինք հիմա կուսակցություններ ենք բացել, որ հեսա մտնենք բան, ընտրարշավի մեջ, մենք գանք ու պետությունը դարձնենք այտենցը։ Սա է իրանց ցանկությունը։ Որպեսի որևիցե մեկը գործ չտա հանգարցար է, այս ինչա։ Մենակ Երևանում 100-ից ավել մանկապարտեզներ են քանդվել ու սեփականաշնորհվել, մենակ Երևանում։ Բոլորիս աշկի առաջ է դա եղել։ Օ, գործով եք ապը։ Դո լավ է։ Դու գասի մերեխի մանկապարտեզի ճաշի միջի միսը գողնաս տանես։ Ես եմ գործտվողը դրա մասին խոսալուց։ Դու գասին տղի ձեռի զենքը տանես ծամես, ես եմ դրա մասին խոսալուց գործտվողը։ Դու գաս ծնողից հասանելիք թոշակը գողնաս, ես լինեմ դրա մասին խոսալուց գործտվողը։ Ես չէր եք խոսում արա։ Չամաներին նայի հլը։ Այդ տենում եք, որ բացահայտում եք ձեր դեմքը ինքնուրույն, թե իրականում ինչ եք դուք ուզում, ինչ Հայաստան, ինչ Ղարաբաղ, ինչ հայրենիք, ինչ եկեղեցի, ինչ սրբություն, այ հենց է, զգում եք, չէ ժողովուրդ ջան, մի տեսակ սաս քաքի հոտ է կանգնել օդի մեջ, սաս մի տեսակ թսա հոտ է կանգնել, հետ նրանից է, որ այդ քայքի բոչկը շարժվել է, Նրանք ես տակից խառնվել է, էլիս ես հելնում են, լողալով հելել են վերև։ Այդ դրանից այդ հոտա ընգել։ Ես ներվերը բան, հոսեք այդ բան, աղմկում գոր, 4 կոմով գորում են, չգիտեն ինչ են գորում։ Ոչ մեկի գորացացի մեջ 10 վարկյանանոց լոգիկա գոյություն չունի։ Արդեն գնում կորում է իսկական քննադատողներին, իսկական բաների խոսույթը, գնում կորում է։ Հա, երեխաների ծախելն էլ հետը։ Այսօր աշկովս ընկավ են Բորիս Մուրազին, են կնոջ հետ մի հատ հարցազրույց է վերցնում։ Ասում է, Սերժը եղել է միակ ղեկավարը, ով փորձել է պահի Արցախը։ Տոլի պահել է Արցախը, ես մի հատ ապուշություն ասում։ Ուզում ես ասես ապեր, եթե Սերժը եղել է միակը, որ պահել է Արցախը, Փաստորեն Սերժի առաջվանները չեն պահել Արցախը, բայց Սերժը երբ որ նախագահ էր, ինչի չէր ելնում ասել, արա ինձից առաջինները չեն պահել Արցախը ժողովուրդ, ես ոնց պահեմ։ Քիչ էր ելնում ասել։ Արա խոսում են, խառը խոսում են, խառը խոսում են, ինչ ուզում խոսում են ախպեր։ Որ իրանց ասած թեզերը մի հատ նախադասություն չի դիմանում։ Չէ, մարտի մեկի մասով Սերժը ինչ կապ ունի ախպեր։ Ոչ մի կապ չունի։ Արա ոչ կապ չունի, ասում ես 10 տարի դրանից հետո իքր է ղեկավարը։ Նա պատասխանատվություն է կրում, որ պետությունը իր գործունեությունը չի արել։ Ու դրա մասին ինքը չի ուզեցել խոսա։ Երբևէ մարտի մեկին անգամ զոհերի հարազատներ ինչ, արա թուրքը ցեղասպանություն է արել,
Էրդողանը, նու թուրքը Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն ա եղել։ Էրդողանը դուրս ա գալիս ինչ որ կերպ բնութագրում ա այդ երևույթը։ Ինչ որ կերպ ցավակցում եմ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած, չգիտեմ ինչերի պատճառով մատ հեքիաթ լոլոյ ասում, բայց ցավակցում ա։ Ընդունում ա, ընկալում ա։ Հիշում ենք, բան, ես ապուշություններ ասում, բայց ցույց ա տալի, որ ինքը ոչմ հիշում ա, բան անում, ասում ա, ինի ցեղասպանություն չի ասելու, այն ա ասում, հա, որ Օսմանյան կայսրությունում կառավարման ժամանակ սենց բաները տեղահանումները լավ կազմակերպված չեն եղել, զանգվածային մահեր են եղել, զոհեր են եղել, ինչը վատ բան ա, ցավակցում ենք, սենց անցնում ա առաջ, արա դաժե Էրդողանը, մենակ Էրդողանը չէ, Թուրքիայից ա ղեկավարները։ Ոչ Քոչարյանը, ոչ Սերժը, ոչ մի անգամ մարտի 1-ին դուրս չեն եկել մի հատ ցավակցական խոսք հղեն ազգին ասեն արա ժողովուրդ ջան տներեք ուզում ենք մի բան մաքրենք մի քիչ անսամթենք արել 10 հոգի մահացել է ցավակցում ենք այդ ընտանիքները արա չեն ասում ոչ մի անգամ հոկտեմբերի 27-ին ոչ մի անգամ հոկտեմբերի 27-ին մի հատ նախադասություն չեն ասել Թուրքից բեթ արարա Եկել են Երևանում թուրք են ման գալ, ես մկակվի բնից հոտ է գալի, ինքը բունն ա փող, ակմեր չեք զգում, որ այդ հոտը ձեր վրից ա, չեք զգում, Սերժը վերջին ժողովին ասել է Ստեփանակերտը երկելու, ինչի դիմաց, որ եթե ինչ չանեն, ասել է եթե ես ինչ բանը չանեք, սենց, Ստեփանակերտ ենք երկելու, իսկ ինչը չանեք տենց, Աստղիկ ջան, մի հատ էդ էլ գտի, ու զաղ ամեն ինչը բոլորիս հասկանալի կլինի։ Երևանի տոնը նենց է, որ դե մի քաղաքի տոնն է, չգիտեմ, ամենայն դեպս մի բան հաստատ է, որ Երևան քաղաքում Երևանի հիմնադիր արքայի արձանը չկա, ում արձանը ասես կա, դաժե մի հատ հռոմ մի հատ տկլոր պուպուլիկս տնկած արձանն էլ կա, բայց արգիշտի արքայի արձանը, չէ, ես հասկանում եմ արվեստը ինչ է, բայց այնուամենայնիվ, էլի, հասել ենք ունենստեղ, որ մեկ է, այդ արձանը տենց էլ չկա, և չգիտեմ էլ ոնց պիտի դիմեմ, ես կարծում եմ պիտի լայն հանրային քննարկում սկսել, բայց այդ թեմայով առանձին կխոսեմ, հանրային հասարակական գործիչներին կոչ կանեմ, այդ թեմայի շրջանակներում քննարկում ունենանք, արդյունքները գրենք, գրանցենք, ուղարկենք քաղաքապետարան, ասենք ախպեր ջան, ես էլ որպես հանրային պահանջ, բերեք մի հատ արգիշտի արքայի արձան դրեք ստեղ արա։ Հա, կա, Սուսաննա ջան, տես, ասում մի մասա կա, որ ինչ ասում են հալաջողի պես ընդվում է, տեսեք, դա այդպես է, բայց ես ուզում եմ մի բան ասենք, հիշում եք ես վերջերս ասում էի, որ մենք դեռ Քոչարյանի էպոխան ենք նոր ավարտում, շատերը չեն ըմռնում ինչ եմ ասում, չէ, չնայած որ այդ էպոխան ավարտելու հետ և Սերժի էպոխա, նոր մտնում ենք Սերժի էպոխա, հասկանում եք, և մենք իմի սկսում ենք քաղել Սերժի առաջին շրջանի գործունեության պտուղները։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի գործունեության պտուղները քաղելու են տարիներ հետո։ Մենք իմի քաղում ենք նա, չնայած զուգահեռաբար ընդհուպ մինչև սովետից բաներ կա։ Տեսեք, մի ամբողջ սովետ քանդվել է 35 տարի չկա, բայց հələ մենք այդ էպոխան ավարտած չենք կարա համարենք։ Հասարակ բան է, հա, մարդ ասում է, պրոտեսել ես ինչ են ասում, ասում ով է ասում, հոպար ջան, ասում է դե տանտեր է, էլի, բանը, Facebook-ի հետ է, ասում եմ, նայեմ, էդ ինչ է, մատ լրատվական կայք է ապուշ, հասում եմ ըսի այդ Քոչարյանական, չէ ասում է, ոնց կարա լրագրողը սուտ ասի, ոնց կարա լուրերը սուտ լուրեր, ինքը լրիվ ուրիշ տեղ է,
Բայց սա մեր հասարակությունն է ու բոլորս միտեղ ենք ապրում։ Ու այո, հեղափոխությունները այդպիսինն են։ Այդպիսինն են։ Իրանց շատ տևական ժամանակ է պետք լինում մաքրելու համար նախկին բարքերը։ Եթե մեկը տարել է դպրոց, մի հատ 14 տարեկանի համոզել է դեղա կերցրել, դա ուրիշ տարիքում է իր տեղը ցույց տալու։ Եթե օրինակ, հա, մի խանութներում, հիմա խանութներում երեխաներին սիգարետ չեն վաճառում։ Եվ խանութներում էլ շիրմայով փակ է սիգարետների տեղը։ Ու դա լավ բան է։ Որովհետև ես կարծում եմ, որ ես այս չարիքին ձեռքս չէի տանի, եթե իմ փոքր հասակում ինձ հատիկով պապիրոս չծախեին։ Եթե ես չկարողանայի հայթայթել դա։ Ու այս սերունդը այսօրվա, ով ավելի քիչ է ծխում, այ նման միջոցառումների արդյունքում, դրա բանը, արդյունքը տասնամյակներ հետոյով, երբ որ դնեն ու համեմատեն, նոր կհասկանան ուր է հասել։ Ինչքանով է արդյունավետ գործել։ Այսօրվա դպրոցներում կրթական համակարգի փոփոխությունները 10-15-20 տարի հետո է երևանում։ Դրա համար չեն կարող շատ շտապել այդտեղ, որովհետև պետք է զգուշավորություն դրսևորեն բավականին մեծ։ Չնայած որ ցավոք սրտի խնդիրներ կան ու բոլոր ոլորտներում կան։ Գառնիկը Դանելյան հելել էր Երևանի տոնի կապակցությամբ ելույթ էր ունենում, ասում էր նու մի հատ 7 տարվա իշխանություն են, մի հատ բանը Նուբարաշենի աղբավայրի հարցը չկարողացան լուծեն, ժողովուրդը դուրս են եկել, ծխի մեջ Երևանի տոն են նշում։ Սա բաներ էր խոսում։ Առանց հիշելու, որ առասարակ դուք այդ վիճակում աղբավայր չպիտի ժառանգություն թողնեիք, էլի 20 տարվա կոալիցիոն կառավարություն եք եղել, կասեք մի հատ հարց, որ լուծել եք։ Մենակ էլի չտանեք Ղարաբաղից խոսեք, մեկ այդ սա քաքը ձեր տակա։ Ապեր Անդջան, նայ ոնց եղավ։ Անդոն ասում է հələ չես թարգել այդ չարիքը։ Նայ ոնց եղավ։ Ուրեմն երևի այս է պատմը բուքեն գնանք գնենք։ Ուրեմն օֆիսի մոտ դե այդտեղ օֆիսներ են, չէ՞, մի քանի հատ։ Այն վերջը դու եղել ես մեր մոտ, այն քանի դրան մոտ է բանն է, օֆիս կա, ձայնագրման ստուդիա է։ Այդ մեր ընկերոջը պայմանավորվանք, որոշեցինք երկուշաբթիից թարգում ենք։ Ձեր տվեցինք, եկանք, մտա մեր օֆիս ձյաձարան նստած է, ասում եմ Մանա ջան, ու նոր խելքի եկա, ասում եմ, ես ինչ արեցի, ասում եմ, ինչ ա եղել։ Ասում եմ, նստեցինք, խոսացինք, ծխելը վատ է, ինչա, որ ինչքան վատ բան կար, հիշեցինք ու տենց ընկանք էներգիայի տակ, ասենք թարգենք, իրարին անդր գնենք, կթարգենք։ Արա հիմի ձեր ենք տվել, ուզած պիտի թարգենք փաստորեն, որտեվ տղավարի բան ենք պայմանավորել։ Ոչմ, հետ ենք, ասում ես ինչ արի յարի, բա որ ինքը կարենա թարգի, ես չէ, ամոթա։ Ու իմ համար տենց է։ Երկու շաբթի օրը, չեմ ծխում 3 շաբթի օրը, գնում եմ, պարզվում է այստեղ են չի դիմացել ծխել է, ասի դե որ դու չես դիմացել ծխել ես կանգնի մի հատիկ ծխել։ Հիմա հա, հələ որ ծխում եմ անջան, բայց ոնց որ տես սկսում եմ կարողանալ կառավարել ծխելու քանակությունը, երևի այդ բարիերը տենց մի հատ հաղթ արեմ, հետո գնամ բանի, որտեղ մի անգամից չեմ կարա, իսկապես չեմ կարա, ցավոք սրտի, չեմ կարա։ Դողը ընկնում ջանս, չգիտեմ, որ նևրոզի է տանում, այսպես է ստացվում, բարդ է, բայց կստացվի, որովհետև արդեն մտքից դրել եմ, քիչ-քիչ գնում եմ այդ ուղղությամբ, կստացվի, վստահաբար կստացվի։ Տենց ժողովուրդ ջան, ասել այդ պատմությունը։ Մի խոսքով, շատ մի խորացեք, հոտը, այս կեղտոտ հոտը ուրիշ բանի հետ
Անուշավան Մարտիրոսյան, հիմա ծխելը ամոթ է, մենակ ձեզնից եկող հոտը յախք։ Անուշավան ջան, ճիշտ ես ասում, իսկապես հիմա ծխելը հետամնացության բան է տալիս միացել, որ ինչքան մարդ հետամնաց լինի ծխի։ Ես համաձայն եմ չեմ վիրավորում, ճիշտ ես ասում, հա, տենց է։ Սուսաննա, Գնել ջան, մի հարցի շուրջ եմ ուզում խոսես, եթե իհարկե կհամաձայնես, հյուսիսային պողոտայում մոտենում են անչափահասներին, համար են տալիս, որ նարկոտիկ գնեն, ինչա տարազատ մարդ է տեսել, ուղղակի ես պաս չունեմ։ Տեսեք, Սուսաննա ջան, ցավոք սրտի ժամանակակից նարկո այդ գործունեությունը շատ դժվարացել է դեմն առնել, որովհետև դրսերում կարող է տեսնեք, օրինակ ես որ տեսնում եմ, փչացնում եմ այդ թերթիկը, ասես փակցված են թերթիկներ բանով, QR կոդա վրան, մենակ QR կոդն է։ Դա նշանակում է, որ եթե ոչ մի բան չկա գրած մենակ QR կոդն է, դա դրանց բաներն են։ Ես փչացնում եմ միշտ, որ տեսնում եմ, խորհուրդ կտամ դուք էլ։ Telegram ալիքներով լավ, եկեք սա բացատրեմ, որպեսզի ըմբռնել լինի։ Նայեք, Telegram ալիքներով են վաճառքը իրականացնում ու դա դժվարացնում է գտնելը ու շատ է դժվարացնում ու դարձնում է շատ ծախսատար, որովհետև ոչ մեկի չի հանդիպում։ Պատկերացրեք, ես դուրս եմ գալիս, ինչ-որ մի բան դնում եմ մի հատ տեղ, կլադա դա կոչվում, վրան են նշան եմ թողնում, որը որ ոչ ոք չեն հասկանա, որ նշան է։ Այնտեղ գրվում է, որ ուզում են, փողա փոխանցվում, ես տեղը ասում եմ, եսի գնում, վերցնում, գնում, այդ ոչ մեկին չի տեսնում։ Ու սա դժվարացնում է գործը։ Բացի այդ, օրինակ Telegram-յան ալիքից, որ ասում են, բանա, Telegram-ը չեն կարող վերահսկել բանը, դա սուտ է, կարամ պրոստը շատ թանկ է։ Ասենք, որպեսի ես ունենալով, ասենք թե քո վրա բերեմ, հա, Սուսաննա ջան, այսօր ոնց որ խոսենք։ Ասենք ես գիտեմ, որ դու Telegram-ով մի հատ հանցագործություն ես արել իմ հանդեպ, եւ ես որպեսի կարողանամ դա հիմնավորել, որպեսի իրավական մարմինը կարողանա դրա հետևից գնալ, ինչքան որ տեղյակ եմ, ինֆորմացիան քո մասին Telegram-ում ինչ որ դու օգտագործել ես, մենակ մի հատ ինֆորմացիան $70,000 արժի։ Հասկանու՞մ, մի հատ ինֆորմացիան։ Ես սա մոտավոր թվեր մոտավորապես սենց գիտեմ։ Ու բնականաբար չես կարող անսահման ալիքներ կան։ Հա, անսա, ես կարամ հիմա Telegram, հենց հիմա կարամ Telegram-յան ալիք ունենամ, բոլորը։ Կարամ մի հատ ֆարշ համարով էլ Telegram-յան ալիք ունենամ, ավելի դժվարացնեմ գտնելը։ Այնպես որ իրավապահների գործը այսօր շատ դժվար է։ Եվ երկրորդ դժվարությունը հենց կոնկրետ Պարսկաստանի այդ սահմանից, որ անցնում է, հիմա շատ դեպքերում էլ տես չեն թաքցնում ես իմ ինչերի մեջ անցկացնեն, դրոններով են անցկացնում։ Այդ փոքր դրոնները որ կան, դրանք միջև կան ֆիրմաներ, օրինակ Maverick 3-ը մի 3-400 գրամ կարողանում է բարձրացնի։ Ու չի կարա վեր սահմանին, ասենք միշտ ռեպը միացրած լինի, հա, չի կարա։ Դες դրոններով մի կարողանան բռնում են, չէ։ Այսենց է հələ որ, այնպես որ եթե մարդիկ էլ ինչ-որ կասկածելի բան տեսնում են, լավ կանեն չխուսափեն գործ տվողի համբավ ձեռք բերելուց ու փորձեն աշխատել օրինապահ մարմինների հետ, որովհետև առհասարակ դեղը, կոնկրետ քիմիա, անգամ գողական աշխարհում հարգված չի, ես էլ ասեմ։ Մի խոսքով, ու սերունդներ է փչացնում, իսկ քիմիան էդի այն բաներն են, որ երբեք չի մաքրում, երբեք ամբողջովին չես կարա բուժես, կարա 99% բուժես, բայց մեկը ամբողջովին չես բուժի, չես վերադարձնի նախկին տեսքին։ Դա մարիխուանա չի արդեն, էլի մարիխուանան ուրիշ բան է։ Այսպես, ինչից ասես խոսեցինք, լավ, չեն կարա, հեշտ չի, Սուսաննա ջան, ես էդ է բացատրում, իհարկե պիտի կանխեն ու ուզում են կանխեն, դուք չեք պատկերացնի ինչ կա, իմիջայլոց, հասարակական կազմակերպությունները ու ոնց որ Թաթոյանը համարում է գործողներ, մի քանի հասարակական կազմակերպություններ մենակ ես գիտեմ, ովքեր զբաղվում են շատ ավելի պրոֆեսիոնալ ձևով այդ մասով ու իրավապահ մարմինների հետ նույնպես աշխատում են ու ահագին ձեռքբերումներ ունեն։
մեր շատ լավ ընկերուհիներից Ռուզաննա Երեմյանը շատերիդ հետ ընդհանուր ընկեր է, նմանատիպ հասարակական կազմակերպության ղեկավար է, ես մի անգամ իմ հաղորդմանը հյուր եմ կանչել, դրանից ենք խոսել ու շատ փակագծեր է բացել, միայն ինքը չէ։ Ես այդ ուղղությամբ առնվազն մի 5-6 անգամ հյուրեր եմ կանչել մասնագետների, որովհետև դա ինձ համար անհանգստացնող է, հատկապես ես ձեզ ասեմ, իմանաք, հատկապես դա երբ որ արդեն բանակ էր մտել ու թե 44 օրյայի ժամանակ եմ ես շատ բան տեսել, թե դրանից հետո իհարկե իմ ծառայության ժամանակ նույնպես, բայց այս ավելի կեղտոտությունները այս վերջի բաներին է, դա մտել էր բանակ ու երեխեքը, պատկերացրեք, կային երեխեք, ովքեր լոմկի տակ պատերազմը սկսել է, ինքը վախի մեջ է ու ինքը դողում է, ինքը չի կարողանում գործողություն անել ու դրանից է ուզում։ Պատկերացնում եք, սա ինչ կատաստրոֆա է, ինչ կատաստրոֆա է, այսպեսի բաներ կար ու ներքին կարգով ահագին աշխատանքներ ենք տարել այս ուղղությամբ, ահագին աշխատանքներ, որպեսզի Թաթոյանը հետո դուրս գա, ասի գործ տվողներ։ Այդպիսի բաներ չես կարող շատ հրապարակային չի կարելի էլի, մի քիչ դա ես չեմ համարում ճիշտ բան, լավ բան, բայց այդպես։ Կան այսօրվա դրությամբ օնլայն կազինո TikTok-ով, բան ժիվոյ սեկա են խաղում բան իրար հետ։ Սրանք էլ անթույլատրելի բաներ են, սրանք էլ կախվածություններ են, որոնք որ մարդկանց ճակատագրեր են խեղում ու ստեղ ես նույնպես պիտի թույլ տվեք գլուխ նողան, որ որոշակի գործողություններ փորձել եմ անեմ, մի մասը հաջողությամբ պսակվել է, բայց դրանք նույնպես հրապարակային չէ։ Մի խոսքով, այսպես ժողովուրդ ջան, լավ եղեք, չգիտեմ, ինչ-որ ամեն ինչից խոսեցինք, չնայած, որ ուրիշ բանի համար է սկսել եթերը, այնուամենայնիվ կարծում եմ հետաքրքիր զրույց ստացվեց, երբեմն կարելի է նաև այսպես, ինչու ոչ, հարցերը գրեք, փորձենք շփվել զրուցել այդ ամեն ինչի շրջանակներում։ Շնորհակալ եմ դիտելու եւ տարածելու համար, բարի գիշեր ձեզ, այս հոտը ոչինչ կանցնի, հեշտ չմտածեք, ոչ մի բան չի խառնվել իրար, ոչ մի բան էլ չեն կարողանալու անել։ Մեր եկեղեցին պիտի մաքրվի հանցագործներից, իրենք ինքնախոստովանանքով Երևանից հանդես են եկել, որ իրենք հանցագործներ են, Տեր Արամին բնութագրելով մատնիչ, մատնել է իրենց հանցագործ լինելը, իրենք իրենց բերանով խոստովանել են, որ իրանք բարոյական արժեքների գրող չեն, այլ ինչ-որ գողական բարքերի ու չգիտեմ փողային ու աթոռակռվի մասին է իրանց խոսքը, ոչ մի հայրենիք, ոչ մի պետություն, մի խոսքով, այս sense բոլոր ուղղությունները էլի, ու այս ամեն ինչը, եթե մի բառով բնութագրենք, կարանք ասենք խարխի ձևով, ու իմ հեշթեգներով գրառումները տեսել եք, ես այդտեղ այդ բառը օգտագործում եմ, խարխի ձևով, սա խարխի ձևն է, սա հայկականության հետ ոչ մի առնչություն չունի, շատ խոսել դրա մասին չի նշանակում լինել այդպիսին է, լավ եղեք, բարի գիշեր ձեզ։